Հայանիստի Գուրգեն Մարտիրոսյանի ձկնաբուծարանն արդեն կես տարի է դատարկ է։ Ձկնաբույծի միակ ցանկությունը տնտեսություն նոր առաջ վաճառելն է։ Բիզնեսը ոչ միայն շահույթ չբերեց, այլ նաև վարկերի եւ տոկոսների տակ ընկնելու պատճառ դարձավ։ Այսինքն 8 ընտանիք այս ձկնաբուծարանից կերակրվել է։ Կամաց սկսեցին ջրերը թանկացնել, կերը թանկեց, կամաց այտենց, հետո վարկերը նորից սկսեցին բարձրացնել, ասենց այս վիճակի եկանք հասանք, որ փակել ենք, այս է խնդիրը։ Այդ 8 ընտանիքին էլ բոլորին էլ սաղ էլ ազատվել գնացել են, ոչ մեկն էլ այսօր աշխատող էլ չունեմ, ոչ էլ այս պահին ձուկ ունեմ։ Տնտեսական լուրջ խնդրի առաջ կանգնած Մարտիրոսյանն ասում է, իր պես շատերն են նման իրավիճակի առաջ կանգնել։ Դժգոհում է պետության քաղաքականությունը ոլորտում հանգեցնում է փոքր ու միջին ձեռնարկությունների վերացմանը եւ մեծերի ել ավելի խոշորացմանը։ Այդյան հարթավայրում ինչքան ձկնաբուծներ կան, ովքեր ներկրում անում են, մի 2 տարի էլ կդիմանան։ Դրանից հետո նրանք էլ սաղ էլ գալու են այսօրին, որտեվ չկա ոչ մի պետական աջակցություն, օգնություն, ոչ մի բան։ Այդ մաքսային միություն ասածը ուրախացանք, ասեցինք երևի կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, մեծ շուկայա բանը, բայց սաղ էլ միֆ դուրս եկա, ոչ մի բան էլ չկա։ Ձկնաբույծը մոնոպոլիա է տեսնում թե կերի ներկրման, թե ձկան արտահանման եւ թե տեղում իրացման հարցերում։ Կան մարդիկ կան, դե օլիգարխներ կան, չգիտեմ, ես անունը չեմ ուզում տվել, բարձր պաշտոնյաներ կան, նրանք կարող են անել, ես ով եմ, որ սովորական մարդ կարող են անցնել։ Եվրասիական տնտեսական միության հետ կապված սպասումները իրականություն չեն դարձել նաև հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն հասարակական կազմակերպության նախագահի ուսումնասիրություններում։ Ասում է, միությունը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի ձկնաբուծությանը։ Ավելին, Եվրասիական տնտեսական միությունից ներկրված կերը թանկ է, միության շուկայում ձկան գինը էժան։ Արդյունքում ըստ հասարակական կազմակերպության տվյալների վերջին 3 տարիներին լուծարվել է մոտ 70 տնտեսություն։ Արտադրական ծավալների հետ կապված մենք ունենք նվազեցում, սակայն պաշտոնական տվյալներով աճ է գրանցված։ Եթե ես ասում եմ, աճը պայմանավորված է 2 գործոնով, կամ կեղծվել են փաստերը, կամ եթե իրոք աճ կա, ուրեմն մենաշնորհացման դասական օրինակ է տեղի ունենում։ Երբ փոքրերը կուլ են գնում մեծերին, մեծ քանակությամբ ձկնաբուծական տնտեսություններ փակվում են, փոքր քանակությամբ ձկնաբուծական տնտեսություններ արտոնյալ պարտավորությունների, արտոնյալ պայմաններից օգտվելու պատճառով խոշորանում են, հզորանում են փոքրերի, այն ոչնչացողների հաշվին, նրանց տեղը գրավելով շուկայում։ Սա շատ վատ գործընթաց է։ Մինչդեռ բոլորովին հակառակ պատկերն է ներկայացնում գյուղատնտեսության նախարարությունը։ Ձկնաբուծության եւ մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանն ասում է, 2015-ից 16 թվականներին 10-ից 15 տնտեսություններ են փակվել, սակայն զուգահեռ նորերն են ստեղծվել եւ արտահանության ծավալներն աճել են։ Պաշտոնյայի խոսքով, եթե նախկինում Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման իրավունք ուներ շուրջ 29 ընկերություն, ապա այսօր արդեն շուրջ 70 ունի ձուկ եւ ձկնամթերք արտահանելու թույլտվություն։ Ինչպիսի պայման, որ ասենք ստեղծվել է հատուկ ձկնաբուծական տնտեսություններ փակելու համար, այդպիսի բան գոյություն չունի։ Բոլորի համար նույն պայմաններն են, բոլորը աշխատում են, մենք էլ բոլորի հետ գրեթե ամեն օր աշխատում ենք հիմնականում բոլոր ձկնաբուծարանների հետ։